Բուժառուն դիմել էր ինձ գանգատվելով աջ հականջի ծանրալսությունից, որն ի հայտ էր եկել 14 օր առաջ տարած գրիպի հետևանքով։ Դիմել էր տարբեր բուժհաստատություններ, ստացել էր տարաբնույթ բուժումներ, սակայն փակվածությունը պահպանվել էր եւ 14 օր անց դիմեց ինձ գանգատվելով եւ ծանրալսությունից եւ աջ ականջի աղմուկից։ Կատարվեց հետազոտություններ, ես կտեղադրեմ իհարկե հետազոտությունները մինչեւ բուժումը եւ բուժումից հետո, եւ 7-օրյա բուժման կուրսից հետո մենք ունեցանք նորմալ լսողություն եւ աղմուկի վերացում։ Փակվածությունը անցել է, չէ՞, Անի ջան։ Մեր հիվանդի մոտ առկա էր փակվածություն, տեսնում ենք, այս աջ հականջն է, սա ձախ հականջն է, աջում նշում էր փակվածություն գրիպի հետևանքով, բուժումից հետո արդեն նորմալ լսողություն է։ Այստեղ բուժման դրական արդյունքի հիմնական պատճառը նա էր, որ բուժառուն ճիշտ ժամանակին էր դիմել մասնագետի եւ ստացել էր ճիշտ ախտորոշում եւ ճիշտ բուժում, որի արդյունքում մենք ամբողջովին լուծել էինք խնդիրը։ Քանի որ գիտենք, ականջի պարագայում ժամանակը աշխատում է մեր դեմ, որքան ուշ ենք ախտորոշում, այնքան վերականգնելու հավանականությունը ավելի ցածր է լինում։ Ուստի, եթե ունեք լսողական գանգատ, մի ուշացրեք։